Չգիտեմ կստացվի թե չէ, բայց փորձեմ խոսամ։ Ալեն Սիմոնյան, հələ արի։ Արի լարա ամբարոյականի վաստակ։ Կանելս լրագրողների դեմ ռեպորտաժ ես տալի, բոլորին բարի օր։ Հարցազրույց ես տալի։ Հարցազրույցի ժամանակ էլ ասես երեխեք հələ մի րոպե։ Կարա լինի 18+, որտեվ խոսալ քո, Նիկոլի կամ մեկ այլ աղբատենչի մասին ու քֆուր չանել, դա բացառվում է։ Այդ քո ասած երեխեքը իրանց ծլիկը դնեն բերանը դու էլ լեմլեմցնես։ Հասկացար, որ ասես երեխեք մի րոպե։ Ինչ ես ասում դու, Սիմոնյան Ալեն։ Որ քեզ հարց են տալի, ասում են, ախր չէ որ դուք ասում եք արտան իմ հայրենիքն է, SNNN, ասես ես տես բան չեմ ասել։ Բայց գրառում է իրար, չէ Facebook-ում։ Դու եւ Կապիկյան թե Պապիկյան։ Կապիկյան Սուրոն։ Պիսկեպ Սուրոն, էլի։ Է որ հմի Հայաստանի պննա։ Դեմքի եւ ворի թշերը չի տարբերվում։ Նույնն է։ Նույն տրամագծի ворի ու դեմքի թշեր։ Ինչ ես ասեմ դու քո հարցազրույցի ընթացքում, Սիմոնյան Ալոնա։ Մի մտքի հետ համաձայն եմ, որ ասում ես պատերազմի դեպքում, մեր երկրի վրա հարձակման դեպքում, հետի դու ես ասում։ Մեզ ոչ մեկ չի պաշտպանելու։ Եվրոպացիները կոչեր են անելու, Ռուսաստանն ասելու է սպասեք մեր զանգին։ Այդ թեմայի շուրջ մի հատ ընդամենը հարց քեզ։ Եթե դու այդքան Հայաստանի ինքնիշխան եւ անկախ պետության ջատագով ես, դու պաֆակտու փաստացի համարվում ես Հայաստանում առաջի դեմքը։ Ես այն քնձխի հետ չեմ, որտեվ Հայաստանը պարլամենտական երկիր է, դու էլ ազգային ժողովի նախագահն ես ոչ բարով, մարդու վրա թքող, չէ՞։ Ասում ես մեզ ոչ մի երկիր չի օգնելու։ Հիմի հարց քեզ որպես կառավարության անդամ էլի, քո դեպքում անդամ։ Դու որտեղ անդամից չես տարբերվում։ Դու լինելով կառավարության Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ, խի կողմ քվեարկեցիր այն օրինագծին, որը իր մեջ ենթադրում է, որ Հայաստանից դուրս ապրող հայը չի կարա գա կռվի իր երկրի համար։ Հարա։ Դու ասում ես Եվրոպացին մեզ ասելու է կոչեր անելու, Ռուսաստանն էլ ասելու է սպասեք մեր զանգին։ Բա Հայաստանով է պաշտպանելու ամբարոյականի տղա։ Հե՞։ Ապրես։ Այսինքն դու չես կարա ապրես, որտեղ դու ուխտ ես։ Հայաստանի տարածքն ու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այլ ոչ թե ձեր նմանների հետանցքի անվտանգությունը պաշտպանելու է Հայաստանում ապրող հայը եւ Հայաստանից դուրս ապրող հայը, որը ուզանալու է գա եւ պաշտպանի իր երկրի սուվերեն տարածքը, իր երկրի տարածքային ամբողջականությունը։ Բա հիմի հարց քո նման ամբարոյականի բալիկին։ Այդ օրենքը խի ընդունեցի, կարա։ Հե՞։ Հարց եմ տալի քեզ։ Կամ որ ասում ես ոչ մի թիզականությունը ես հասկացա, որ սխալ է։ Ես հասկացա, որ մենք սխալ էինք։ Բա որ սխալ էինք, քիչ եք հնեմ ու ստիկտիրը։ Ձեր սխալը, քո ասած, որ ընդունում ես, որ դու սխալ ես էլ է, արժեցել է 12500 քառակուսի կիլոմետր հայրենիք։ Ձեր սխալը շատ ծանր արժեք է ունեցել հայի համար, արժեցել է 7-8 երեխու կյանք, 10,000 հայ տղու հաշմանդամության գործոն, հայ ռազմագերիներ, անհետ կորածներ, բա հելեք սիկտիր էլ եք, ասպես մենք սխալ ենք եղել, երբ որդեգրել ենք ոչ մի թիզականություն։ Հարց քո նմանի։ Կամ որ ասում ես Հայաստանն ունի ընդգծված տարածքներ, Հայաստանը սահմանակից է Իրանին, Ադրբեջանին, Թուրքիային եւ ում։ Ովշը։ Մենք պիտի հարգենք միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հիմի հարց քեզ, որպես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ, երբ որ դուք գոռում եք անկախությունից, սուվերենությունից, Հայաստանի հպարտ քաղաքացու կենսակերպից եւ, չգիտեմ, կերպարից,
որ ասում եք Հայաստանի քաղաքացին պաշտպան։ Անջատում արոպեք։ Երբ որ դու խոսում ես սուվերենությունից, այ անբարոյական, դու խոսում ես Հայաստանի հպարտ Նիկոլի Ձևակերպան քաղաքացու անվտանգությունից։ Դուք երաշխավորն եք Հայաստանի քաղաքացու, չէ՞, անվտանգության։ Հիմի հարց, դու որպես կառավարության կրկնում եմ անդամ, խիչ ասիր, Նիկոլ Փաշինյան, խես հետ կանչում են բոլոր դատական իսկերը, որ Հայաստանը որպես պետություն ներկայացրել է միջազգային դատարաններ։ Չէ՞ որ Հայաստանը որպես հաստատի իրողություն հայցել է ներկայացրել միջազգային դատարաններ, որ եղել է ռազմական հանցագործություններ, պապիկ են գլխատե, տղու գլուխ են կդրե, խիչ ասիր այդքան արա։ Բանշանակում է ձեր օրոք, ձեր քո Նիկոլ Փաշինյանը հետ կանչեց միջազգային դատարաններից այդ բոլոր հայցերը։ Նշանակում է դուք ձեր համար Հայաստանի քաղաքացու կյանքը ոչ մի նշանակություն չունի։ Հիմի կասեք Հայաստանի քաղաքացի չէր, արցախցի պապիկ էր։ Արցախցի պապիկը չէր գրում Հայաստանի կապույտ աբլոշկով հայկական անձնագիր։ Հե՞։ Դու խոսում ես Հայաստանի քաղաքացու անվտանգությունից, տարածքային ամբողջականությունից, բայց քո դոշին խփած այդ էմբլեմա քարտեզի վրա չես կարող ցույց տաս արծվաշենը որտե է։ Հե՞ թրիկ։ Դու կոչվում ես Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ։ Հա։ Արա դու քո բենով ասում ես, մենք սխալվել ենք, մենք սխալ ենք ելել։ Եթե դու սխալվել ես ու քո ձեր սխալը արժեցել է այդքան մատաղ երեխու կյանք, հելեք սիկտիրել եք։ Հելեք ինքնական սիկտիներդ քաշեք։ Ասեք մենք քաղաքական պոռնիկների խումբ ենք, որ գործել ենք շատ մեծ սխալ, խիչ եք ելնեմ սիկտիրելնեմ։ Վաղը որ թուրքը գա պրավա կաչատանի Հայաստանում։ Հայաստանի քաղաքացին գադիմի քեզ, ասի Ալեն Սիմոնյան, թուրքը իմ աղջկա վրա աշկադր է, իմ հարսի, իմ երեխու, ուսմատանի դոմփի, ինչ պետք է ասես ներեգություն, մենք սխալվել ենք, երբ որ առաջ ենք քաշե համակեցության ծրագիրը, երբ որ ձեզ խաբել ենք, ասել ենք դուք Թուրքի հետ կարաք պուպուլ ապրեք, հա? Հերթական անգամ պետք է ասես մենք սխալվել ենք, մենք մտածել ենք, որ Ռամիլ Սաֆարով ներկայացնող բոսի տղու երգիրը կարա հայ ամեն ձև անջատում է, ամեն ձև, պետք է Wi-Fi-ին կպնես, որ չանջատեմ, հա, հարց եմ տալի, դու պետք է ասես մենք սխալվել ենք, դուք սխալ եք արել, որ մեր նման քաղաքական պուտանգեքին ձեն եք տվել, ոչ մի ձև չեն թողում մարդ խոսալ, որտեղ ձեր չի տալի խոսալ ես, որտեղ շարքային քաղաքացին, շարքային հայ է սկսում մտածել, արա, բայց լավ, եսի քեֆուրը անեմ, կոնկրետ ես, բայց տրամաբանությանը մոտ բան ասա, տրամաբանականը, չէ, ես մարդու ասած, ես տղու ասած, ես խուժանի ասած, դուք եք չէ Ձևակերպը, մեկն էլ գրել է Նիկոլ Վարդապետ, YouTube-ի մեջ, թաղեմ քեզ դու Նիկոլի հետ, 69 պոզայով, ծծեք թքեք իրար երես, չի լեմ խոսալ, երևի այսքանը, Ալեն Սիմոնյան, գլխիցդ մեծ քաքմի քաշա գլխիդ, հոտից քխեղտվես, տեղից աշկեներդ մրմռմա, խելոք մնա արա, Հայաստանի քաղաքացուդ վրա թքող անբարոյականի վաստակ, ասում մենք անկախ երկիր ենք, որն է քո անկախությունը, հե? Ես չեմ ուզում քո մանրապճեղ բլոգերներին անդրադառնամ, որոնք մանրապճեղ են, որոնք բացի նախկիններ եւ ասֆալտ բառից ոչ մի բան չեն կարող ասել, ուրիշ ոչինչ, իրանց մտահորիզոնը այդքանով է սահմանափակվում, թալանել են, գրփել են, չրփել են, Նիկոլն ասֆալտ արել, էրջ, էդ է ձեր ասածը, աղբեկի կուտով,